Բարին ընձեզ սիրելիներ, Աստված օրհնի բոլորիդ։ Այսօր հետաքրքիր զրույց պիտի ունենանք Տեր Սերոբ քահանա Ազարյանի հետ։ Պիտի խոսենք մի քանի հարցի շուրջ, որոնք ըստ մեզ շատ կարևոր են բոլորիս համար։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնե։ Տեր Հայր ջան, այսպիսի մի մտահոգություն ունեմ, որ մեր ազգը կտրվում է իր արմատներից։ Մեր ազգը ձգտում է ինչ-որ նոր բաների, փորձելով կրկնօրինակել այլ ազգերի փորձը։ Մտածելով, որ եթե մոռանա իր անցյալը, ապա պայծառ ապագա պիտի ունենա։ Եվ անգամ շատ քրիստոնյաներ այդպես են մտածում։ Բայց մենք գիտենք, որ Սուրբ գրքում գրված է, թե ով չի բարձրացնում իր նախնիների առաքինությունը, նա ամոթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անեծք։ Առակած գրքում էլ չէ Տեր Հայր ջան, կարդում ենք, թե մի փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։ Բայց կարծես թե մենք փոփոխում ենք այդ սահմանները, մոռանում ենք մեր հայրերի առաքինությունը եւ դառնում ենք ինչ-որ բսկտված, պառակտված, մեր արժեքները մոռացող ազգ։ Ես օրինակ մտածում եմ, որ շատ պատուհասներ հենց այս պատճառով են, որ մեր հայրերի թողած ժառանգությունը մոռացության է մատնվում։ Այսինքն մեր հայրերի տվածը համարում եմ Աստծուց տրված եւ Աստծո նախախնամությունը, բայց այսօր մեր ազգի մեջ ավելի շատ տեղ է գտնում մոդեռնիզմը։ Այսինքն ավանդական արժեքները կարծես թե մարդկանց մոտ զիջում են հենց մոդեռնիզմին։ Կարծես թե նոր ինչ-որ բողոքականության ալիք է բարձրանում մեր երկրում եւ շատ-շատերը հրապուրվում են դրանով։ Եվ կուզեմ լսել իհարկե ձեր կարծիքը, Տեր Հայր ջան, թե ինչպես կարող ենք սրա դեմ պայքարել, որն է պատճառը ի վերջո, եւ ինչ կարող ենք մենք բոլորս անել, որպեսզի ի վերջո ինչ որ Աստված մեզ տվել է, չկորցնենք եւ Աստված մեզանից չվերցնի, որովհետեւ պարզ է, եթե անարժան գտնվեցինք, եթե անառակ որդու նման վատնեցինք, ապա կարող ենք ամեն բանից զրկվել։ Ուրեմն այս հարցին անդրադառնալով գլամ հետևյալ ցևով պատասխանել, որ նախ անդրադառնալով Սիրակի կարծեմ, եթե չեմ սխալվում հայերեն Աստվածաշունչի մեջ, ես ինչ որ կարդացել եմ իմ Աստվածաշունչային ուսումնասիրությամբ, այդ համարը ճիշտ է, որ չի գտնվում անգլերեն կամ բնակիր հատվածների մեջ, համենայնթևս այսինքն էական չէ այդ մեկը, որովհետև եթե Աստվածաշունչի բոլոր մյուս գիրքերը կարդանք, գլուխ առ գլուխ, համար առ համար, մանավանդ ասենք եթե նկատի առնենք երկրորդում օրինաց գիրքը եւ սկսած այնտեղից մինչեւ մարգարեական գիրքերը հիշադակում են նախնիների հանդեպ դեղի ունենալիք հարկանքը։ Այն հարկանքը, որ պետք է դրվի կամ մեր հայրերին։ Ուրեմն այս համարի փոխարեն անշուշտ միտքս գալիս է նոր գտակարանի համարը եբրայեցիներու գիրքեն, որտեղ հունարենով անշուշտ եթե բնակիրը նկատի առնենք, այսինքն հայերենով հիշեցեք ձեր առաջնորդները, որոնք Աստծո խոսքը սինցեզի։ Այս տարում երբ որ դուք հիշադակեցիք մոդեռնիզմը, որ անշուշտ տարածված է աշխարհի 4 կողմը, ես մոդեռնիզմը կարող եմ փոխարինել մեղքի կյանք, որով մոդեռն բառը անգլերենով նշանակի նորություն, բնականաբար modern նորություն կամ արդիական, այսպես ասենք։ Եվ որ արդիական բառը նկատի առնենք, որ այսօր մարդկության մեծ մասը սկսել է հետևել իրանց կարծիքներին, իրանց համոզմունքներին, որովհետև այսօր ինչպես որ մեր կյանքը նայենք, մասնավորապես վերջին 18-20 տարիների ընթացքում, մեր կյանքը դարձել է ծավալը էկրանային կյանք։ Էկրանային, այսինքն այն իմաստով, որ ամեն մարդ պապակի կամ ոչ, գամա թե ագամա, դարձել է էկրանի հետևորդը գերին։ Ուզեն թե չուզեն, իրենց գործերը պետք է անեն էկրանով, իրենց գործերը, ընթերցումները, լուրերու հետևումը, բանկային ասենք փոխանցումները կամ ովևէ կյանքի բարակա դեղի պետք է ունենա էկրանի միջոցով։ Սա նշանակում է, որ անոր փոխարեն դեղի է տալիս քրկերի ընթերցումը։ Այսինքն գիրք կարդացող այնքան չկա այս տարում։ Հիմա երկրորդ համարը, որ գարձեմ բերեցիք, մեջ բերեցիք Արագած գլխեն,
որ մի փոփոխիր քո հայրերի թրացավիդենական սահմանները 22-րդ գլխին է։ Այնտեղ որքան գեղեցիկ է, որ միշտ Արագած գիրքը մեզ ներառչև ներկայանում է որպես իմաստությունը ինքը։ Ես այնքան եմ սիրում Արագած գիրքի 3-րդ գլխի սկիզբը, որտեղ շատ գեղեցիկ ցերով գրված է հետևյալը եբրայերենով Բենի Թաուրաթի ալտիշխախ ու միցվատայ Եծոր լեբեխա բեկի օրեղ եմիմ ուշնոտ հայիմ վշալոմ Յոսիֆ ուլախ այսինքն հայերենով որթյակ մի մոռացիր իմ խրատները եւ իմ խոսքերը բահիր քո սրդում որպես երկարեն քո կյանքի օրերն ու ենթանության տարիները եւ խաղաղություն ավելացնեն այս մի քանի գեդերն է որ մեր այսօրվա երդասարտությունը այն անոնք որոնք երդասարտության դարիքին են եւ գալիս են դարբեր անցյալներից background այսինքն այդ իմաստով այն մարդիկ որոնք ունենում են մեղքի անցյալ այդ մարդիկ հրաբուրվում են այն մարդոց կողմէ որոնք այսպես թե այնպես Աստծո խոսքն են քարոզում թեգուս ամենաձոր եւ ամենախոդելի մեկնաբանությամբ մարդիկ որոնք մեղքի կյանքից գալիս են թեպի հավատքի կյանք այդ մարդը նկատի ունենում է թե ինչ է բացատրում իրեն այդ խոսք բերողը որովհետև դարձյալ Սիրակի գրքի մեջ եթե գարտակ կսե ով գորու մշակի հողը կբարձրացնի ծորենի տեզը այսինքն ով որ հող մշակե անևոր ծորենի տեզը կհավաքե հետևաբար աշխատանքի մասին է խոսքը այստեղ ցանելու եւ հնձելու մասին է խոսքը մենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներս ինչպես ենք կրթում մեր երեխաները եւ ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին օրորոցից միջև իրենց չափահաս լինելը որովհետեւ մեկ բան պետք է հասկանալ որ քրիստոնյա կյանք ապրիլ քրիստոնյա կյանքի հետևիլ քրիստոնեության մեջ մտնել եւ այդ ջամփով գնալ այսպես ռոբեական ամիջական երևույթ չէ այսինքն այն մարդիկ որոնք քրիստոնեական կյանք ուզենան ապրել պետք է անցնին հոգեվոր կյանքի երկարատև վարժանքները այսինքն գներեք եթե վարժանք բառը օգտագործեն բայց հոգեվոր կյանքն ալցեվում վարժանք է որևէ հոգեվորական ինքը անցնում է երկարատև դարիներու ուսումնասիրությամբ զարգացումներով եւ ամեն տեսակ կյանքի ուղիներով այս ամբողջը ցույց կտա թե աշխարհը երթալով փոփոխվում է դեպի հավատքի ցերացում եւ եթե նկատի առնենք Արագած 27-րդ գլուխը որքան գեղեցիկ է որ գսե ինչպես անհակ են դժոխքն ու գորուստը այնպես անհակ են ակահ մարդու աչքերը այսինքն այն մարդիկ որոնք դրամի հետևորդ են նյութի հետևորդ են եւ գուզեն այս կյանքի մեջ մենակ մարդկային մարմնական գիրքերի հակեցումը դեղի ունենա իրենց կյանքի մեջ համարը շարունակվում է ասելով դիրոջ արջև բիղձ են հանտուկն աչքերով խրատ չլսող ցոփ լեզու ունեցող մարդիկ որ անշուշտ իրականություն այսօր մեր կյանքի մեջ եւ այստեղ դարբերություն մնալ գա որ երբ որ անհսկամությունը դարածված է մարդուց կյանքի մեջ մարդիկ որոնք փնտրում են անհսկամ կյանք ապրիլ հետևում են ծոփության հետևում են հայոյանքի գեղձիկի անեծքի հետևում են ես այսպես ասած ճագերդյալ ես ուզածս պիտի անեմ ով ինչ կուզի թող ասի այդ տեսակ կյանքի այդ տեսակ մարդիկ կոչվում են անհսկամ դիրոջ առջև իսկ Արագած գիրքը հետևյալն է ասում անհսկամ մարդու մասին անհսկամին կարող ես նույնիսկ ձեծ տալ եւ անարգել ադյանի մեջ բայց նրա անհսկամությունը չես հեռացնի նրանից այսինքն ինչ նկատի ունի որ նույնիսկ եթե ձեզ անհսկամ մարդուն կնշանակի որ նա իր անհսկամությունից կարող է չհեռանալ ուրեմն ո՞րն է ճանապարհը այն է որ փոքր տարիքից պետք է սկսել դաստիարակել մարդը ուրեմն եզրակացնելով գրնամ սա ասել որ մեր ժողովրդի մեջ ամենաանդեսված բանը որ մեր բոլոր մեղքերի հանցանքների բացթողումների պատճառն է դաստիարակության բագասն է դաստիարակության բագասը ինչու համար պատճառները շատ են երբ որ երեխան պետք է մեծանա այդ փոքր տարիքից Քրիստոսի սիրով բայց ինչպես անել երբ որ ունեցել ենք անշուշտ մի անցյալ սովետական անցյալ որ ժողովրդին բայել է այդ բոլորից Շնորհակալ եմ պատասխանի համար Տեր Հայր ջան Աստված ձեզ զորացնի բայց մեկ մտահոգություն էլ ունեմ եւ կապված է նաեւ հենց սովետական
միության ժամանակաշրջանի հետ, որովհետև սովետական այդ անաստված տարիների ընթացքում շատ բան կորցրեցի, բայց սա ինձ թվում է հետևանք է, այսինքն նաև թերացում ինչ-ինչ հարցերում, որովհետև եթե մենք միայն ժողովրդին մեղադրենք, ասենք թե այս ժողովուրդը մեղավոր է, ժողովուրդը այսպես, ժողովուրդն այնպես, կստացվի, որ ինքներս մեզ արդարացնում ենք եւ անմեղ ենք համարում ամեն ինչի մեջ։ Ես ինքս լինելով դպիր եւ չունենալով ծառայության այդքան մեծ փորձ, միևնույն է համարում եմ, որ իմ թերացումը կա։ Միևնույն է համարում եմ, որ մինչև այժմ էլ շատ տեղերում ես թերանում եմ եւ չեմ անում այնքան, որքան որ իրականում միգուցե կարող եմ անել։ Մենք անընդհատ շեշտում ենք, որ մեր ժողովուրդը ամբարտավան է, որ մեր ժողովուրդը չի ուզում սովորել, որ մեր ժողովուրդը այսպես է, այնպես է, բայց այս ամենը չի կարող պայմանավորված լինել միայն հասարակ հավատացյալներով, որովհետև մեր հավատացյալների մեջ մարդիկ կան, ովքեր թեկուզ եկեղեցի են գնում, բայց ցանկություն չունեն լսելու հոգևորականին։ Շատերը դեռևս չեն վստահում ցավոք սրտի հոգևոր կազմին, գայթակղված են ինչ-որ բաներով, եւ ես հասկանում եմ, որ եկեղեցին 90-ական թվականներին շատ դժվար կացության մեջ է եղել, եւ անկախ պետության մեջ այդ հալածանքներից հետո սովետական անաստված ժամանակաշրջանից հետո փորձել է ինչ-որ կերպ ժողովրդին բերել դեպի աստվածպաշտություն, բայց մենք գիտենք, որ հոգևորականների պակաս է եղել, բազում խնդիրներ են եղել, ու ստացվում է, որ այդ ծանր ժամանակաշրջանից հետո չենք կարող ասել, որ մեր ազգի մեծ մասը եկեղեցականացված է, որ ունի հոգևոր աճ, որ ծանոթ է եկեղեցու վարդապետությանը, դավանությանը, եւ ես մտածում եմ, որ սա հասարակ ժողովրդի թերացումը չէ միայն, եւ չի կարելի, այսպես ասած, միայն մարդկանց մեղադրել, որ դուք տգետ եք, որ դուք չեք սովորել, որ դուք այսպես եք, այնպես եք, այնպես եք։ Այսպես մենք ավելի կվանենք մարդկանց եկեղեցուց եւ նոր գայթակղություն առաջ կգա, որ կարծես թե մենք մեր ժողովրդին դեպի եկեղեցի բերելու փոխարեն հետ կվանենք եւ դրանից կօգտվեն հենց նույն բողոքական հարանվանությունները եւ կտանեն իրենց մոտ ու մեր ազգը կսկսի ավելի պարակտվել, չնայած որ արդեն պարակտված է։ Կխնդրեմ մի փոքր մեկնաբանեք եւ նաեւ ձեր կարծիքը ասեք այս հարցի շուրջ։ Շատ գեղեցիկ հարց տվեցիք, սիրելի Հովհաննես, երբ որ մեր հոգևոր կյանքի թերացումների շուրջ, եթե կուզենաք խոսեմ, ուրեմն այնտեղ աղանդները բնականաբար օգտագործում են ամեն բան, օգտագործում են եւ նյութականը, օգտագործում են իրենց միջոցները, իրենց ունեցած կադրերը, ժողովուրդը այսինքն, եւ դրա դիմաց երբեմն մենք ունենք լուրջ թերացումներ, լուրջ այսինքն հոգևորական դասի մասին կամ այն մարդուց, որոնք եկեղեցու մեջ ընդհանրապես եւ աշխարհական դաս եւ հոգևորական դաս ունեն ճաշտում։ Ուրեմն ինչպես ասեցի, որ հոգևոր կյանքը ենթադրում է հոգևոր աճ, բայց ինչպես ամբողջ տարերու ընթացքին, բոլոր տարերու ընթացքին տեղի ունեցել հոգևորականներ եղել են, որոնք բնականաբար իրենց ուխտին հավատարիմ չեն մնացել։ Եթե հոգևորականի նպատակը նյութ ապահովելն է, փող ապահովելն է, լավ ապրելն է, ապա ես առանց այլև այլի կսեմ, որ այդ բարակայում այդ մարդու համար զուր է հոգևոր լինելը, հոգևորական դառնալը, որովհետև այդ մարդը պիտի դառնա ոչ թե իրական հոգևորական, այլ կատաղության պատճառ, որ ծանրագույն մեղքն է, որի մասին Հիսուս Քրիստոս մեր Տերը ծանրորեն ընդհանրաբարտեցելով, որ վայ ան մարդուն, որոնք կատաղության պատճառ կդառնան, որով ավելի լավ է, որ քարմը գաբվեր իր վզին եւ զովը նետվեր։ Ուրեմն, ինչպես ասեցի, իմ կարծիքով մեծակույն խնդիրը մեր ժողովրդի մեջ այսօր դաստիարակության, քրիստոնեական հոգևոր դաստիարակության պակասն է։ Այսինքն, օրինակ ասենք, ինչն է մեր նպատակները, գլխավոր նպատակները։ Ինչ է եկեղեցին, որ ժողովուրդը բարձրապես ամեն գիրակի եկեղեցին ներկա լինեն, որ երեխաներ բերեն մենակ, օրինակ։
որ մենակ խորհուրդներ կատարել դան, այսինքն բգրդություն բսակ թաղում անել դան, կամ ուրիշ տեղեր, որ մի քիչ ավելի հորի է, ջաշ անեն, բարահանտես անեն, երաժշտական մշակութային երևույթներ ունենան, կամ ուրիշ տեղեր եկեղեցու թիմաց բարախումբ, օրինակ բարախումբի ելույթ ունենան, երջախումբ բերեն ներսում, մենակ սոսկայական ելույթներ ունենան, երբեմն ամանակ պատկեր վերցնեն Facebook-ի, Instagram-ի եկեղեցու գայքեչի մեջ տնեն, այսինքն երբեմն սխալմամբ կարծում ենք, որ այս բոլորն է եկեղեցու առաքելությունը։ Ժողովուրդը օրինակ նույնպես պետք է ապահովի մենակ եկեղեցու շենք եւ հոգեվարականին, շատ կներեք ինձ, բայց կոպիտ չհնչեմ, բայց արդյոք մենակ նյութականն է մեր գլխավոր մտահոգությունը, դարեգան բյուջեն լեցնելը եկեղեցին։ Ուրիշ տեղեր, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ շատ մեծ խնդիր է օրինակի համար գարկմա հայերու մոտ, որոնք հայերեն չեն գիտեր, որ լեզուն պետք է փոխվի, ամեն բան պետք է թյուրահասկանալի լինի, փոխանակիրենք չանտապեն, որ լեզուն սովորեն։ Ներողություն Տեր Հերջան, փաստորեն ստացվում է, որ ոչ միայն դաստիարակության խնդիր ունենք, այլ նաև կարելի ասել ծուլության։ Եվ մարդկանց պատկերացման մեջ դաջված է, որ եկեղեցին կարծես թե միայն ծիսակատարության համար նախատեսված շենք է, ինչպես ասացիք, գանք, ամուսնանանք, մկրտվենք, թաղում պատվիրենք, աղորներ տանք, մատաղի համար պայմանավորվենք եւ այլն, մոմ վառենք, գնանք, թեկուս պատարակներին մասնակցենք, բայց չկա գիտակցում, թե ինչ է եկեղեցին, չկա գիտակցում, թե ինչպես պիտի մոտենանք մենք եկեղեցուն։ Այն նույն եկեղեցու մեջ գտնվող մարդիկ, երբ որ գալիս են եկեղեցի, պատարակի սկզբից առաջ խոսում են եւ եկեղեցին վերածում են շուկայի։ Ականատեսն եմ եղել տարբեր տեղերում։ Եվ ցավոք սրտի մեծ ամասնությունը պատկերացում չունի, թե եկեղեցին որպես ամբողջություն, այսինքն ոչ միայն այն շենքը, որում հավաքված ենք այսօր, եկեղեցին միայն դա չէ։ Եվ եկեղեցին չի սահմանափակվում, միայն շենքի պատերով եւ շենքի միջի մարդկանցով։ Անշուշտ կարևոր է թե շինությունը եւ սրբությունը մեզ համար եւ միջի մարդիկ, բայց շատերի համար եկեղեցի միայն այդ շինությամբ, այսինքն մտա, դուրս եկա, եկեղեցին մնաց իմ հետևում, բայց ինչ կասեք սրա մասին։ Գիտեք, եկեղեցին շենք չէ, եկեղեցին հոգևոր մարմին է, շինված շենքն է շատ գեղեցիկ, կմպետով, բադերով, իր գամարներով, իր խաչերով, իր ներքին բոլոր զարդարանքով եւ գեղեցկությամբ, սրբապատկերներով։ Եկեղեցին շենք չէ, եկեղեցին հոգևոր ապրող մարմին է։ Եվ ամեն մարմին գունենա աճ, գունենա զարգացում եւ ուժեղացում։ Այդ մարմինը նաեւ գրնա ունենալ դգարացում, հոգևոր անկորձության պատճառներով։ Օրինակ, հիվանդ եկեղեցիներ կան, որոնք չեն տապեր, որ հավատքի կյանքը զարգացնեն։ Հավատքի կյանքը որ գսեմ չշփոթել գիտելիք զարգացնելու հետ, որով շատ անգամ կարծում ենք, որ գիտելիք եթե զարգացուցինք հավատացյալներու մոտ, արդեն դա կնշանակի հավատքի կյանքը զարգացնեն, ոչ այդպես չէ։ Գիտելիքը հավատք չէ։ Ես կարող եմ օրինակ ոչ քրիստոնյային գիտելիք տամ քրիստոնեության մասին, բայց անով իր հավատքը ոչ 1 սանտիմետրով չաճի։ Եթե պետք է աճի հավատքը, մեր ժողովուրդը պետք է ունենա փոփոխություններ։ Որովհետև ինչպես կուզեք կտրեք նայեք, մեր եկեղեցու մեկ մասը եկեղեցու հետևորդներ են անվանաբես, անունով քրիստոնյային։ Մեկ մասը ավանդաբար, այսինքն ավանդաբար քրիստոնյային տարին քանի անգամ գերտան եկեղեցի, մասնակցին արարողություններու եւ այդքան։ Մեկ մասնալ բարբերական խորհրդակատարություն ունենալու համար, այսինքն խորհրդակատարողություն նկատի ունեմ, այսինքն երթան մգրդեն, երթան բսագեն, երթան հոգեանկիստ կարտալդան, աղոտ կանելդան եւ այլն, այսպես մոմ վարեն։ Ես մոմը սկվարեմ դուրս կուքամ գսեմ։ Բայց իմ կարծիքով պետք է հետեւյալները լա։ Խորհրդակատարողությունը մենակ մգրդությունն է։ Մգրդությունն հետո այդ երեխային կտեսնի հոգեվորականը, թե ընդհանրապես այլևս գանհետանան, այսինքն բսագեն վերջ այդ զույգերը եկեղեցի կշարունակեն կալ, թե բսագից հետո արդեն այլևս գոյություն չունին։ Եվ ինչու համար այդքան ամուսնալուծումներ կան մեր հայոց կյանքի մեջ այսքան։
ամեն բան անշուշտ տնտեսական չէ։ Ժողովուրդը կմասնակցի Սուրբ Պատարագին։ Օրինակ այոգան եկեղեցիներ եւ իսկապես գնահատելի են, որ ժողովուրդը կմասնակցի Սուրբ Պատարագի երկեցողության։ Իսկ ուրիշ շատ տեղեր ժողովուրդը նույնիսկ 100-150 հոգյալ եկեղեցի կա, փերաները փակ, այսպես ցերկերը դրած, ոչ մեկ պատարագի երկեցողության չեն մասնակցիր։ Ընդամենը գտողեն, որ 3-4 հոգի դվրած 10 երկի։ Սրանք ամեն սխալներ են, որոնք հոգևոր աճ չեն ապահովել։ Երբ որ հոգևոր աճ պետք է լինի նախ դաստիարակչական ընտանիքի մեջ, դպրոցի մեջ եւ եկեղեցի մեջ, նախ երեխաների, այդ փոքր երեխաները, որոնք պիտի կան եկեղեցի, որոնք պիտի սորվին, որոնք պիտի առաջին իրենց աչքը բացելուն պես սորվին այս բաներում մասին, հետո բադանիներին, հետո անցնում են երիտասարդներին եւ ամենավերջում ընտանիքներին։ Այսինքն, եւ ասկետը գուզեմ շեշտել, ընտանիքի դաստիարակություն կնշանակի ամեն հոգևորական, եթե կարող է, շաբթվա մեջ կոնե մեկ օր հավաքի բոլոր իր ընտանիքներին եւ ստանան հոգևոր դաստիարակություն, հարց պատասխան, ընտանեկան ովևէ խնդիրների մասին հարցեր եւ պատասխաններ, հոգևոր աճի մասին, աղոթք պետք է լինի այնտեղ, սաղմոսերգություն պետք է լինի այնտեղ, ժամերկության մասնակցություն պետք է լինի ընտանիքների կողմից։ Քանի ընտանիք գիտեք, որ ժամերկությանց կմասնակցին։ Շատերը վերջի 10 րոպեին եկեղեցի կան, վերջի կերտան։ Շատեր կթողեն գիները եկեղեցի մտնեն, իրանք դուրսը գեցած կձխեն։ Սա եկեղեցի երթալ է արդյոք։ Դրա որտեղն է քրիստոնեությունը։ Ոչ մի։ Եվ երրորդ քայլը, առաջինը խորհրդակատարողական ասեցինք, երկրորդը դաստիարակչական, երրորդը հոգևոր կյանքի վարժանքներն են։ Հոգևոր կյանքի վարժանք կնշանակի պետք է Աստվածաշունչի սերտողությունը դառնա մարդու կյանքի մեջ ինքնաբարդատրողական։ Մարդիկ բախ են բահում, որովհետեւ բասուց տոլմա ուտեն օրինակ, բայց Աստվածաշունչի սերտողության չեն ուզում մասնակցել, որովհետեւ ավելորդ բան կնկատեն դա։ Կամ եկեղեցու հայրերին եւ սուրբերին մասին ինչպես ծանոթություն պիտի ունենան, եթե այդ մասին ովևէ դաստիարակչական գործողություն չկա, գոյություն չունի։ Հավատքի արձարծում, որով ինչպես ասի եկեղեցին հոգևոր մարմին է եւ ոչ թե հոգևոր շենք։ Եվ այս բոլորը նկատի առնելով ցավալի է, որ երբեմն կան քահանաներ, որոնք փորձում են այս բոլորը հոգևոր անիվների վրա տնել, ժողովրդին մատուցել այս բոլորը եւ գամած իրենց հավատքի ուղիով դանել եւ շատ անգամ ցավոք մարդիկ կան, որոնք դեկիդության կամ շահամոլ շարժարիքներով արգել կհանդիսանան հոգևորականի ճշմարիտ կոչումին։ Եվ արդյոք օգտագործում ենք մեր կյանքը Աստծո խոսքը մեր կյանքի օրինակով առաջ մղելու մարդոց կյանքերի մեջ։ Արդյոք մենք հայերս օգտագործում ենք մեր կյանքը Աստծո խոսքը մեր կյանքի օրինակով առաջ մղելու մարդոց կյանքերի մեջ։ Թե չարաշահում ենք Աստծո խոսքը մեր կյանքերը առաջ մղելու եւ շահ եւ բադիվ ապահովելու համար մեր անձերին։ Քրիստոնեությունը սիրելիներ ծառայություն է։ Կյանքի ճշմարիտ օրինակով եւ ոչ թե սիրուն խոսքեր եւ տարբեր կյանքի ընթացք։ Հիսուս Քրիստոս մեզ տվավ ամենակարևոր կյանք տվող խոսքերը, երբ որ մեզ ուղարկեց սելով, ինչպես հայրս ինձ խրգեց, ես ացես կղրգեմ։ Գացեք ուրեմն աշակերտ դարձուցեք բոլոր ազգերը, մգրդելով զանոնք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին անունով։ Սորվեցուցեք անոնց բահել այն ամենը, ինչ որ պատվիրեցի ձեզ։ Մեր ազգային այսօրվա կողքոթայի մեջ, երբ որ մենք գտնվում ենք որպես ազգ բոլորովին, Երանի մեզ բոլորիս արիթ տրվի այդ ծառայության համար, որովհետեւ մենք բոլորս մեր դգար անձերով կատարենք ճշմարիտ ծառայությունը, որ մեր դգար եւ խոնար անձերով հոգիների մաքրումն եւ փրկությունն է, սուրբերու ճանապարհով ընթանալն է, ապրելով աշխարհի վրա որպես Քրիստոսի առաքյալներու ճշմարիտ օրինակները, որովհետեւ մեր հոգևոր խուլ ագանչները բացվելով կարողանանք լսել Քրիստոսի խոսքը, լեր հավատարի միջև իմա եւ դաց քեզ զբսակ ընկնած։ Շատ շնորհակալություն, Տեր Հայր, Աստված զորացնի, իսկ մեզ լսողներին մաղթում եմ, որպեսզի ոչ միայն լսեք այս ամենը, այլ ի նկատի ունենալով ձեր կյանքում փոփոխություններ լինեն, որովհետև ի վերջո ապաշխարություն նշանակում է նաև փոփոխություն։ Եվ ինչպես Տեր Հայրը ասաց,
մենք իսկապես ունենք հոգևոր դաստիարակության պակաս։ Եվ այդ պատճառով չենք գիտակցում, որ եկեղեցին միայն շենքը չի, չենք պատկերացնում, որ միայն խորհրդակատարություններին ֆիզիկապես ներկա լինելը բավարար չէ, եւ շատ այլ հարցերի մեջ էլ իհարկե թերանում ենք։ Ինչևէ, այսօր այսքանը սիրելիներ, Աստծո օրհնությունը ամենքիս հետ լինի, անպայման նորից կունենանք հաճելի զրույցներ տարբեր թեմաների շուրջ, հետևեք էջին, որպեսզի լսեք Սուրբ Հայրերի քարոզները, որպեսզի լսեք տարբեր մեկնություններ եւ իհարկե այսպիսի գեղեցիկ զրույցներ, որոնք հուսով ենք հոգեշահ կլինեն բոլորիդ համար։ Աստված օրհնե։